Մի պահ կապ ենք ունեցել, ասում են, որ իրավիճակը սարսափելի է, հազարավոր մարդիկ են սպանվում, 15-16 տարեկան երեխաներ են սպանվում, մենք օգնության կարիք ունենք, խոսքերի կարիք չունենք, եկեք ու իրոք օգնեք մեզ, ամեն օր, ամեն պահ մարդիկ են սպանվում, եկեք մեզ օգնելու։ Հիմնականում տանն եմ եղել, դուրս չեմ եկել, իրավիճակով պայմանավորված։ Ես այնտեղ չեմ ապրում, Ավստրալիայում եմ ապրում, փողոց դուրս չեմ եկել, իրավիճակը լուրջ է։ Ես 13 տարի է ապրում եմ Ավստրալիայում, եկել էի ընտանիքիս տեսնելու, նրանք Թեհրանից են։ Կապի ոչ մի միջոց չկա, հեռախոս չկա, ինտերնետ չկա, զանգի հնարավորություն չկա, շարժումը պետք է շարունակվի։ Սա արյունարբու իշխանություն է, որը տանջում ու սպանում է սեփական քաղաքացիներին։ Շարժումը պիտի շարունակվի այնքան, քանի դեռ գործում է Իսլամական Հանրապետությունը, այն պետք է փլուզվի։ Ներկա պահին միակ թեկնածուն, միակ մարդը, որ կարող է փրկել մեզ, թագաժառանգն է, Ռեզա Փահլավին։ Միայն նա կարող է գալ ու ստանձնել շարժման առաջնորդությունը ու իրապես անկախ պետություն ստեղծել։ Սա իմ կարծիքն է, բայց կարծում եմ բնակչության 90%-ը համաձայն է։ Պաշտոնական թվեր չկան, բայց համաձայն միջազգային մամուլի մոտ 12,000 մարդ է սպանվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն 12,000 մարդ է սպանվել։ Իրանը հիմա միայնակ է։ Մենք կարիք ունենք, որ մեր կողմնակից մեր բարեկամ երկրները լսեն մեր ձայնը։ Մենք ունենք նրանց կարիքը, նրանք պետք է օգնեն, որ այս հեղափոխությունը կայանա։ Իրանից դուրս, Իրանի ներսում բոլորը նույն բանն են ուզում։ Իրանցիների ամենամեծ ակնկալիքը ազատ պետություն ունենալն է։ Այն, ինչ հիմա ընթանում է Իրանում, կարելի է ցեղասպանություն անվանել։ Ինտերնետի կապը անջատված է, հեռախոսի կապը անջատված է, վիճակը լավ վիճակ չի, լարված վիճակ է, ահավոր վիճակ։ Կնկարագրեք հենց Թեհրանում ինչ է պատահում։ Ցույցեր ալնում, ցույցերի մեջ էլ մարդասպանություն ալնում, ահավոր վիճակ է։ Ամեն ինչ լավ է, իրավիճակը խաղաղ է, ոչ մի խնդիր չկա Իրանում։ Պարզապես ահաբեկիչներ, որոնք ատում են մեր երկիրը։ Հուսով եմ մի բան կփոխվի, բայց պարզ չէ ոչինչ։ Հեղափոխությունը գուցե լինի, գուցե եւ չլինի, չգիտեմ։ Ես հեղափոխության ակնկալիք ունեմ։